Սաքանյան, մենք ուղիղ եթերում ենք։ Եթե կարելի է խնդրում եմ անդրադառնալ Ռուսաստանի որոշմանը կապված հայկական ապրանքների սահմանափակումների հետ, ձուկ, կաթնամուքեր, միրգ, բանջարեղեն, Աննա Սաքանյան, սա Ռուսաստանի կողմից տնտեսական որոշում է, թե այնուամենայնիվ քաղաքական է։ Ճիշտ ասած, ես չեմ կարող ասել տնտեսական է, թե քաղաքական է, տեսեք, մեր երկրի վարչապետը ինքը իրանով փաստելով, որ մեր ձկնամթերք ունի որակ, շատ վատ վիճակի մեջ դրեց մեր ձկնարտադրողներին ու շատ իր հայտարարությամբ։ Եվ ես լինելով կաշկանդված իմ մանդատով, պաշտոնով, ես իրավունք չունեմ ասել ինչա։ Հարցը այն չի, տնտեսական էր թե քաղաքական էր, հարցը այն է, որ մեր գյուղացիական տնտեսությունները, ջերմատնային տնտեսությունները, բոլորը կանգնած են լրջագույն վտանգի տակ եւ այդ հարցը պետք է լուծվի։ Այդ քաղաքական ճանապարհով պետք է լուծվի ու դա ասեմ, այսքանից հետո միանգամից տենց հեշտ լուծող հարց չի լինելու։ Ինքը իրանից ենթադրելու է դժվարություններ, բայց մենք պիտի գնանք այդ դժվարությունների մեջով։ Քաղաքական ճանապարհով օրինակ ինչպես եք տեսնում այդ լուծումը, կա այստեղ Հայաստանի իշխանությունների կողմից այդ քաղաքական կամքը, որ հանուն Հայաստանի տնտեսական շահի ցուցաբերեն այդ։ Իշխանությունը ներկապային իր գործողություններով ցույց է տալիս, որ կա քաղաքական կամք, ես ոնց հասկացա երկու անգամ հեռախոսազանգ է եղել եւ այլն, բայց քաղաքական կամքը քիչ է, քաղաքական գործողությունները պետք է հասկանալ եւ գտնել են հավասարակշռության կետը, որի շնորհիվ չի տուժի մեր ֆերմերային ընկերությունները, մեր երկիրը, ընդհանրապես Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ։ Մեր արտադրողների հետ հասցնում եք շփվել։ Ես միշտ 24/7 ռեժիմով շփվում եմ, հենց նոր արտադրողներից մեկն էր ինձ գրել, ինչ-որ խնդիրեր ա եղել, միշտ բոլոր ֆերմերային տնտեսությունների ում ճանաչում եմ, ում հետ որևէ ձևով կարամ օգտակար լինեմ կամ կարող եմ ինֆորմացիա ստանալ, ինչ է տեղի ունենում, ես 24/7 ռեժիմով շփվում եմ։ Իրենք ինչ են մտածում, ինչ են ասում այս ամենի հետ կապված, իրենք ինչպես են տեսնում այս խնդրի լուծումը, օրինակ ձկնարտադրողները բողոքի ակցիաներ։ Ձեր հարցադրումը այնքան սխալ է։ Օրինակ ֆերմերային տնտեսությունը, ֆերմերը ինչպես պիտի միջպետական հարաբերությունների մասին կարծիք ասում, այդ մարդու գործը լոլիկ աճեցնելն է կամ ձուկ աճեցնելն է։ Այդ ինչ է կարծում, ինչ են անում, հենց այդ է սխալ, այս երկիրը պետք է տարանջատվի, պրոֆեսիոնալիզմը պիտի կարծիք չունեն տեղի ունեցող։ Կարծիքը ո՞րն է, մարդիկ ընդհանրապես արդեն կրախի եզրին են, շատ վատ վիճակի մեջ են, վարկերը չեն կարողանում փակել, այդտեղ կարծիքը ո՞րն է։ Եվ պարոն Սաքանյան, եվրոպական շուկա հայկական ապրանքների արտահանման մասին շատ է խոսում Գևորգ Բակոյանը, արդյոք պահանջարկ կա եվրոպական շուկայում հայկական ապրանքների։ Եթե պահանջարկը լիներ եվրոպական շուկայում հայկական արտադրանքի, այդ պահանջարկը պետք է ստեղծել երկարատև, քրտնաջան աշխատանքով, ոչ թե թողել ոչ մի բան չանել, հասնել կրիտիկական կետին, երբ որ մի սահմանը փակվում, նոր մտածել շուկայի դիվերսիֆիկացման մասին։ Այդ է։ Ծիրանի թեմայով Ծիրան այս տարի բերքը քիչ էր, չգիտեմ, ասեմ դժբախտաբար թե բարեբախտաբար, արտահանել է ինչքան պաշտոնական տվյալներով կարծեմ 7600 տոննա է ասում, ես այդ թվերին ճիշտ ասած բերեք ընդունեմ, որ իրականություն են այդ թվերը, դիցուկ ընդունենք այդքան արտահանվել է, անցած տարի արտահանվել է 50000 տոննա։ Դա համեմատել է, մեկ էլ մի հատ թող թիվ տան Եվրամիության անդամ երկրներում, Ուկրաինան չհաշված, կրկնում եմ, ինչքան Ծիրանը արտահանվել, քանի 1000 տոննա է արտահանվել, ընդհանրապես։ Աննա Սաքանյան, հիմա շատ է խոսվում խաղողի մասին, ասում են, որ այսպես շարունակվի, խաղաղագործներն են կանգնելու խնդրի առաջ, նաև մթերման թե արտահանում։ Տեսեք, այս առումով դուք ինչ խնդիրներ եք։ Հիմա պետությունը պիտի կենտրոնանա ամբողջապես տեխնիկական խաղողի հետ կապված խնդրի վրա, որովհետև արդեն վերահաս վտանգը զգացվում է ու ամեն ինչ պիտի անի, որ այդ խաղողը մթերվի։ Ինչ որ հավելյալ վարկեր վերցնի միջազգային բանկերից, ինչ որ ձևով մթերող կազմակերպություններին ֆինանսավորի միջև ժամանակը գա, սահմանները բացվի կամ ինչ որ բան փոխվի, այլապես եթե այս տարի գյուղացիական տնտեսությունները չկարողանան իրենց խաղողը հանձնել,
մեծ հավանականություն կա վաղ այդ այգիները քանդեն, իսկ եթե այգին քանդեցին, դա նշանակում է 2-3 տարի արդեն այդ խաղողը չի արտադրվել, առնվազն 2-3 տարի, ես ասեմ 7 տարվա մասին։ Դրա համար այդ ցիկլը չփակելու համար պարտադիր պետությունը պետք է քայլեր ձեռնարկի։ Դուք հիմա նշмарում եք, որ որևէ բան անում է։ Լվոր չեմ նշмарում, բայց անպայման այդ հարցը բարձրացնելու եմ։ Ես այս տարի եկել եմ ազգային ժողով հատկապես այս խնդիրների համար նաև վերահասք վտանգների մասին զգուշացնելու, ձայն բարձրացնելու եւ փորձելու, որ պետությունը ինչ-որ ձև աշխատի։ Շնորհակալ եմ։